Բիկինի գրակետ եւ անվնաս սափրումը Ալեքսանդրիտից առաջ։ Ամաչելու բան չկա, այս աղջիկը խնդրում է թե ինչպես կարող է սափրել այդ հատվածը, քանի որ մազերը խճճված են լորձաթաղանթի մեջ եւ կամ այնպես որ ես կիսվեմ իմ խորհուրդներով եւ մի քանի հնարքով։ Ձեզ պետք է գալու մկրատ եւ վիտամին E յուղ։ Եթե չունեք վիտամին E յուղ, կարող եք փոխարինել կոկոսի յուղով, բոլոր դեղատներում վաճառում են, նաեւ սուպերմարկետներում։ Խճճված են մազերը, խորհուրդ եմ տալիս մոտավորապես 20 րոպե պատել այդ հատվածը վիտամին E յուղով կամ կոկոսի յուղով, լավ քսում եք, տարածում եք ու թողում եք այդ մազիկները լավ փափկեն, լավ փափկեն։ Okay, 20 րոպե անց արդեն մազիկները լավ փափկած կլինեն եւ արդեն ավելի հեշտ կլինի անցնել երկրորդ փուլին, որը մկրատով կտրելն է։ Այո, սափրելուց առաջ հարկավոր է որոշ չափով կտրել, կարճացնել այդ մազիկը։ Այդտեղ արդեն պահանջվում է չափազանց ուշադրություն եւ զգուշություն, բնականաբար։ What, ոնց որ squat են անում, այսինքն պետք է շատ զգուշ լինեք։ Իսկ եթե սա չեք կարող անել լոգարանում, ես անձամբ խորհուրդ կտայի էլի մաքուր պայմաններում, հա, մաքուր ինչ որ սրբիչի վրա պարկեք եւ հայլի ունենաք ձեր մոտ, շատ զգուշորեն ուղակի կտրել այդ ավելորդ մազիկները, այնքան կտրել, որ ուղակի իհարկե տեղ թողնեք արդեն սափրիչի համար, ինձ թվում է ինձ հասկացաք։ Արդեն շատ ավելի հեշտությամբ կսափրեք եւ 24 ժամ անց կամ 48 ժամ անց արդեն կարող եք գնալ եւ կատարել Ալեքսանդրիտի սեսիան։ Առողջ եւ անվնաս։ Չմոռանաք հետևել ինձ, որովհետեւ նմանատիպ խորհուրդներով շատ եմ կիսվելու։